Լսել եք Սամվել Կարապետյանի ինքնտնտեսական քայլերի մասին։ Հավատում եմ, որ մի 50-60% իրանց ասածները կանեն։ 300,000 աշխատատեղ եւ այլ, ասենք այդ մեկը գիտեմ, հնարավոր է անել ինչ-որ մի բան։ Բայց այս խճճված վիճակից չգիտեմ, ով կարա ինչ-որ ձև գլուխ անի։ Այնքան է խճճված, որ չգիտեմ։ Ես բոլորի նկատմամբ դրական եմ, բացի իրանից։ Մերոնք թող բոլորը խելք ունենային, համախմբվեն Սամվել Կարապետյանի շուրջը, խելք ունենային մյուսի։ Ես մի քանի որ այս վիճակով ես կողմեմ ուժեղին, որը հակառակ բևեռում է։ Պետք է այդ հակառակ բևեռը ուժեղացնել, որ Նիկոլին դուրս գցվի այդի պայքարը։ Ո՞վ է ուժեղես պարագայում հակառակ։ Սամվել Կարապետյանը չի ուժեղ, ոնց որ հասկանում ենք։ Եթե նա եկավ ավելի դրական տեղաշարժներ կլի, քան բացի այդ ինքը փորձ ունի, եթե նա կարեցել է այդքան անի, կարա եւ պետությունը առաջ բերի, պետությունն էլ բան է, չէ, սիստեմա է, այդ սիստեման ինքը կարա հզորացնի, ոնց որ իր տնտեսությունն է հզորացրել։ Նախ շատ անշնորհ բան է, մի մարդը կրակնանք է, որ Ռուսաստանում ապրել, հայ է, չէ, հայ է, բա ես էլ եմ հայ, նայել է հայ, հետենք որ Ռուսաստանում ապրում, չի իրավունք չունի Հայաստանի վարչապետ դառնա, դա ինչ համեմատություն է, ռուսը, բայց նա ոչ չի, նա հայ է։ Ամեն դեպքում Կարապետյանի 5 տնտեսական քայլերը մեր երկիրը ոտի կհանեն։ Նոր երիտասարդների հետ հանդիպում էր ու շատ լավ հարցեր էին տալիս։ Ինքը ունեցող մարդ է, կուշտ մարդ է, փողոք մարդ է, խելքը գլխին մարդ է եղել, ազգի մասին մտածող մարդ է, պետության մասին մտածող մարդ է։ Լավ կլի, որ ինքն էլի։ Կարապետյանը Նիկոլի մասին որ ասեցի, որ աշխատանքային փորձ ունի, դա ասեցի տերեմ, իսկ Կարապետյանը մեծ աշխատանքային փորձ ունի, ոչ թե նախ այդ Կարապետյանը ամենամեծ նվիրատուրն է եղել Հայաստան ֆոնդին, որը տարանքերան Հակոբյան Աննան ու Նիկոլը իրար հետ, այդ մեկ։ Երկրորդ էլ Կարապետյանը Ռուսաստանի ամբողջ բրիլիանտ արդյունաբերության տերն է, Նիկոլեն չի տերա, մի հատ կեղտոտ պորնոգիրք, որ ունի գրած, չգիտեն, աշխարհամասի հակառակ երեսը, թե ինչ-որ գիրք ունի, այլանդակություններ, Հունաստանում Կարապետյանը բիզնես ունի, բիզնես ունի, նա մարդ է ղեկավարը, մարդկանց աշխատատեղ է տալիս, Նիկոլն ինչ արել, աղջի ջան, հերիք այ մի բանանեք այդ Նիկոլով էլի։ Կարապետյանն ինքնտնտեսական քայլ է առաջարկում, գիտեք ինչ է առաջարկում Հայաստանի ոտի կանգնած։ Հա, լսել եմ ինչ-որ բաներ ու համաձայն եմ, թող ինքը լի, ինքը կամ Սերժը կամ Քոչարյանը, մենակ դա չլի, որովհետև սաղ երկիրը ծաղ։ Ինչ անեմ, Վրոձի ասպալ դարե անունի, թոշակա բթասել իրակ շահի մոր, ոչ բան չարեմ, սաղ իր ամար։